Եվ այսպես Հայաստանը Եվրոպա չգնաց, Եվրոպան եկավ Հայաստան մեծ ու բավական ներկայացուցչական կազմով։ Այսօր Հայաստանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի հերթական 8-րդ գագաթնաժողովի մասին ենք խոսելու, ավելի ճիշտ դրանում հայկական բաղադրիչի եւ արցախյան տողատակերի մասին։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, այսօր սա կլինի քննարկման հիմնական թեման, բայց մինչ հիմնական թեմային անցնելը շնորհակալություն եմ հայտնում YouTube-յան իմ ալիքի հին ու նոր բոլոր բաժանորդներին, մեր թիվը դանդաղ, բայց հաստատուն աճում է։ Իսկ այս նախագծին հավատալու եւ աջակցելու համար շնորհակալություն Իվան Ավանեսյանին։ Մայիսի 4-ին Երևանում կայացավ Եվրոպական քաղաքական համայնքի հերթական 8-րդ գագաթնաժողովը։ Բացման հատվածը, որի պատասխանատուն եւ անցկացնողը հյուրընկալող կողմն էր Երևանը, բավական տպավորիչ էր։ Իհարկե կարելի է մեծ ցանկության դեպքում ինչ-որ թեմաներ գտնել, ինչ-որ ենթատեքստեր փնտրել ու ապրիորի բողոքել, բայց անկեղծ ասած անձամբ տպավորեց ու ընդհանուր արձագանքները հաշվի առնելով կարծես մեծամասնությունը եւս տպավորված էր։ Այս փուլի վերջին ակորդը բեմում Իտալիայի վարչապետ Մելոնիի ջերմ գրկախառնությունն էր իր անդավաճան երկրպագուի հետ եւ երկրների ղեկավարների համատեղ լուսանկարը։ Ընդհանուր առմամբ մոտ 50 երկրից շուրջ 500 պատվիրակ է ժամանել Երևան այս միջոցառմանը մասնակցելու համար։ Որպես այս կտորի վերջաբան պարզապես ընդգծեմ, որ վերջին ակորդը անցավ Ազնավուրի անմահ հնչյունների ուղեկցությամբ, իսկ Մելոնիի երկրպագուն ամենևին էլ Փաշինյանը չէր, թե ով էր, կարող եք մի փոքր ուշադիր դիտել ու հաստատ նրան կգտնեք կադրերում։ Երևան ժամանած կազմը իսկապես տպավորիչ էր։ Եվրոպական միության ղեկավար կազմը, Եվրամիության գրեթե բոլոր անդամ երկրների ղեկավարները կամ առնվազն վարչապետները, Կանադայի վարչապետը, Թուրքիայի փոխնախագահը, ավելացնեմ, որ Ադրբեջանի նախագահն էլ մասնակցել է, բայց առցանց ու անցնենք առաջ։ Եվրոպական գագաթնաժողովը բացեց Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Փաշինյանը խոսել է Հայաստանի խաղաղության օրակարգի, Հայաստանը առնվազն տարածաշրջանային խաղաղության խաչմերուկ դարձնելու ծրագրերի մասին։ Ընկերներ, այժմ մենք ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ։ Արդեն 2 տարի է ինչ
որովհետեւ մեկը չի դուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով եւ սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից ի վեր։ Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք եւ ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը։ Եվ սա առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ հեռակապով, բայց հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելելու Ադրբեջան 2028 թվականին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի 10-րդ գագաթնաժողովն այնտեղ անցկացվի, մինչելոց Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց տեխնացություններին, հյուրընկալելու այս գագաթնաժողովները։ Պատվարժան հյուրեր, ինձ համար շատ բան է տեղի ունեցել այս գագաթնաժողովների շրջանակում եւ տեղի ունենում նաեւ հիմա պատմության մեջ առաջին անգամ իմ առաջին երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի ունեցավ նշված Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Պրահայում եւ հիմա Թուրքիայի փոխնախագահն այստեղ է, մասնակցում է Երևանում այս գագաթնաժողովին եւ նա Թուրքիայի առաջին փոխնախագահն է, ով երբևէ այցելում է Հայաստան։ Հյուսիսային Մակեդոնիայի, Բոսնիա-Հերցեգովինայի նախագահները, Եվրոպական խորհրդարանի նախագահ, Մեծալ Թագավորության, Իտալիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Իռլանդիայի, Անդորրայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Սլովենիայի, Կոսովոյի, Լիխտենշտեյնի վարչապետները այցելում են Հայաստան պատմության մեջ առաջին անգամ։ Սահեստական պատճառն է այս գագաթնաժողովը Հայաստանի համար պատմական համարելու։ Տիկնայք եւ պարոնայք, մեծարգո հյուրեր, հարգելի ընկերներ, այժմ ես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը հայտարարում եմ բացված եւ մեզ մաղթում արգասաբեր, բովանդակալից եւ ապագային միտված քննարկումներ, շնորհակալություն։ Գագաթնաժողովի ժամանակ բավական հետաքրքիր հայտարարություններ հնչեցին, դրանցից մեկի հեղինակը Ֆրանսիայի նախագահն էր։ 8 տարի առաջ շատ երկրներ Հայաստանը համարում են Ռուսաստանի դե-ֆակտո արբանյակ եւ դժվար թե գային Երևան, ասել է Մակրոնը եւ ընդգծել Նիկոլը ընտրեց խաղաղությունն ու Եվրոպան։ Եկեք ազնիվ լինենք 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա եւ այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք ձեր երկիր, իսկապես լավ ցուցանիշ է, որովհետեւ 8 տարի առաջ այս երկիրը շատ սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե-ֆակտո արբանյակ եւ Նիկոլը կազմակերպեց Թավշյա հեղափոխությունը եւ այն որոշեց ապառիսկայնացնել երկիրը եւ շահեց դրա արդյունքում եւ այն որոշեց, որ խաղաղությունը եւ Եվրոպան առաջնային ձգտումն են եւ այն դիմադրությունը, որ կա Ուկրաինայում, Հայաստանի ռազմավարությունը, այն ինչ որ արվեց ու Մոլդովայում, ինչպես նաեւ շատ այլ երկրներում, որոնք նստած են այս սեղանի շուրջ, ցույց է տալիս, որ մենք որպես եվրոպացիներ մենք որոշել ենք անցյալ մի քանի տարիների ընթացքում մի ազանգ հնչեցնել միասնաբար զարթոնքի համար եւ հենց ռազմավարական ինքնավարությունը հենց այսպեսի մեծ ուժի միտված։ Անկեղծ խոստովանություն էր, թե նախընտրական աջակցություն Մակրոնից։ Կարծիքներն այստեղ կարող են բաժանվել, բայց հանուն արդարությամբ պետք է հիշենք, որ Ֆրանսիան Հայաստան եկել էր նաեւ մինչեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։ Հայաստանում եղել են Ֆրանսիայի նախագահներից Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուଆ Օլանդը, ապա նաև ինքը Էմանուել Մակրոնը, գուցե Սարգսյանի եւ Փաշինյանի Հայաստանները տարբեր են, չնայած այդ հարցում էլ կարծիքները բաժանվում են, բայց չեմ կարծում, թե Շիրակի, Սարկոզիի, Օլանդի ու Մակրոնի Ֆրանսիաները այդքան շատ տարբեր լինեն։ Կարճ ասած Ֆրանսիան Հայաստանում է վաղուց, այլ հարց է, որ Հայաստանը այդպես էլ միանշանակ ու վճռական չի կարողանում ձևակերպել, ինչ ակնկալիք ունի Ֆրանսիայից եւ Եվրոպայից ընդհանուր առմամբ, ոչ մինչեւ 2018-ը, ոչ էլ որոշակի վերապահումներով ու փոփոխություններով հանդերձ 2018 թվականից հետո։ Բարձրաստիճան հյուրերից ոմանք Հայաստանում էին իսկապես առաջին անգամ։ Մեծ Բրիտանիայի վարչապետը նրանց թվում էր։ Քիր Սթարմերը Հայաստանի Հանրապետություն ժամանած Մեծ Բրիտանիայի երկրորդ վարչապետն է, Մարգրետ Թետչերից հետո։ Շնորհակալություն, հրաշալի այստեղ լինել Էմանուելը
ասած շատերն առաջին անգամ են այցելում Հայաստան։ Ես նրանց թվում եմ։ Եվ ուստի շնորհակալություն շատ ջերմ հյուրընկալության համար, ֆանտաստիկ է այստեղ լինել։ Իսկապես զգալ պատմությունը, մշակույթը, ջերմ ընդունելությունը, հյուրընկալությունը բոլորս, ովքեր առաջին անգամ ենք այստեղ, իրապես նկատում ենք եւ երախտապարտ ենք դրա համար, շնորհակալ ենք։ Եվրոպական քաղաքական համայնքը շատ լավ հնարավորություն է համախմբվելու այս կազմով եւ քննարկելու եւ անդրադառնալու այն մարտահրավերներին, որոնք բոլորիս առջև ծառացած են, թե տնտեսության մեջ, թե էներգետիկայի, թե անօրինական միգրացիա, ինչպես Ջորջան ասաց։ Its independence. So let me recall this EPC, which I'm delighted. Do we need to sign? Ստարմերը դատարկաձեռն չէր եկել Հայաստանի Հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի վարչապետները փոխանակվել են Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական գործընկերության մասին հռչակագրով։ Հետաքրքիր դրվագներից մեկը կապված էր Թուրքիայի հետ։ Էրդողանը չէր եկել։ Անկարան ներկայացրել է Թուրքիայի փոխնախագահը։ Ջևդեթ Յılmazը ֆուտբոլային դիվանագիտությունից հետո Հայաստանի Հանրապետություն ժամանած Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է։ Նրան ավելի ուշ ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետը, ստորագրվել է Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա սահմանին գտնվող Անիի կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրությունը։ Պարոն Փաշինյանի հետ քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տրանսպորտային, մաքսային, էներգետիկ եւ թվային ենթակառուցվածքների ու կապի ամրապնդման ուղղված քայլերը։ Ուրախ ենք, որ կարգավորման գործընթացում ձեռնարկված փոխադարձ կառուցողական քայլերը կոնկրետ առաջընթաց են ապահովում։ Հանդիպումից հետո այդ մասին գրել է Թուրքիայի փոխնախագահը։ Եվրոպական օրակարգում որոշակի տեղ է ունեցել նաև Հայաստան-Ադրբեջան հաշտեցման թեման։ Փաշինյանի խաղաղասիրական ելույթին գրեթե նույն ոճով արձագանքել է Ալիևը Բաքվից հեռակապով։ Մենք ավելի քան 9 ամիս ապրում ենք արդեն եւ սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Անցած տարվա օգոստոսին Սպիտակ տանը Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին ընդհանուր հռչակագիր։ Նախագահ Տրամպը դա նույնպես ստորագրեց որպես վկա։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին այս համաձայնագրի տեքստը եւ մեզ համար եւ վստահ եմ մեր հայ գործընկերների համար խաղաղությունն արդեն իրականություն է։ Այդ փաստից հետո Ադրբեջանը միակողմանիորեն հանեց բոլոր տարանցման սահմանափակումները, որոնք դրված էին դեռ 90-ականների սկզբին, այդ պայից ի վեր մի քանի հազար տոննա բեռ հասել է Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանը ել ավելի առաջ գնալով սկսել է մատակարարել մեր նավթամթերքը, մասնավորապես բենզինը եւ դիզելը, առաջին անգամ դեպի Հայաստան։ Համապատասխանաբար ստեղծելով հենք մեր առևտրային հարաբերությունների համար։ Մի քանի հազար տոննա նավթամթերք արդեն արտահանվել է դեպի Հայաստան։ Եվս մեկ ձեռքբերում խաղաղության այս օրակարգի ներքո դա փոխկապակցվածությունն է, Տրամպի ճանապարհը բարգավաճման եւ խաղաղության անցնելու է Հայաստանով դեպի Նախիջևան եւ դառնալու է Միջին-Միջանցքի մի մաս։ Եվ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները։ Այս հնարավորությունից օգտվելով ես կցանկանայի երախտիկս հայտնել Եվրահանձնաժողովին վերջինիս դիրքորոշման համար Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի նկատմամբ։ Բայց ելույթի երկրորդ հատվածում Ալիևը չի դիմացել ու դժգոհություն է հայտնել ոչ թե Փաշինյանից, այլ եվրոպացիներից, որ դեռ խոսում են Արցախի ու արցախցիների իրավունքների մասին։ Հետաքրքիրն այն է, որ նրան Երևանից անմիջապես ու բավական կոշտ արձագանքել են, իսկ թե ով առաջարկում եմ դիտեք ինքներդ։ 21 թվականի մայիսից 6 ամիս երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո մինչև 26 թվականի ապրիլի 30-ի Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 ռեզոլյուցիա, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ 14 ռեզոլյուցիա պատկերացրեք 5 տարվա ընթացքում սևեռման նման մի բան է։
Վերջինը ընդամենը 4 օր առաջ կանխամտածված կերպով անմիջապես գագաթնաժողովից առաջ, այսինքն անդամ պետությունների հիմնարար խնդիրներին անդրադառնալու փոխարեն, ինչպես այլատիացությունը, իսլամոֆոբիան, հակասեմիտիզմը, միգրացիան, մրցունակության բացակայությունը, անտուն մարդկանց խնդիրները, Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը։ Okay, please. Ես պետք է խոսեմ, քանի որ կոնկրետ մի ելույթներից մեկը կենտրոնացավ հենց Եվրոպական խորհրդարանի վրա, կարծում եմ, որ շատ արագ արձագանք պիտի ունենամ։ Ես կարծում եմ, որ անհամաձայնությունների որոշակի աստիճան ունեցող հանդիպումները մշտապես առողջ են, բայց ես կցանկանայի արագ արձագանքել եւ ընդգծել, որ Եվրոպական խորհրդարանը ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության միջոցով եւ դրա արդյունքները գուցե անհարմարություն է ստեղծում շատերի համար, բայց երբ մենք երբևէ չենք փոխի մեր աշխատակարգը եւ այն դիրքորոշումները, որոնք որդեգրում ենք։ Շնորհակալություն տիկին նախագահ։ Գագաթնաժողովի պահին արցախցիները բողոքի ակցիա էին անցկացնում մարզահամերգային համալիրի մոտ։ Արցախցիները ուշադրություն են հրավիրում Բաքվում հայ գերիների առկայության վրա։ Վերադարձրեք քրիստոնյա հայերին, արցախցիների պահանջներից մեկը սա էր։ Ձեր լռությունը հավասար է տաճարների ավերմանը, այո Եվրոպային, ոչ Փաշինյանին, նաև նման գրություններով պաստառներ են պարզվել բողոքի ակցիայի ժամանակ։ Ընդհանուր առմամբ առաջին տպավորությունն այն է, որ որպես ընդունող կողմ Հայաստանը կարողացավ պատշաճ մակարդակով ներկայանալ։ Հյուրերն էլ բավական զուսպ գտնվեցին անգամ հակառուսական թեմաներում։ Իսկ Իրանի մասով ավելի շատ մտահոգություններ ու կարգավորման կոչեր հնչեցին։ Այնպես որ չեմ կարծում, թե Թեհրանից այսօր կայացած հանդիպման առթիվ բողոքներ կլսենք։ Իսկ այ Մոսկվայի հարցում այդ լավատեսությունը չունեմ։ Գրեթե վստահ եմ չեն ուշանա Զելենսկու այցի հետ կապված արձագանքները, այնպես որ սպասենք հետաքրքիր նորությունների, իսկ մինչ այդ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։